անցած անգամ մենք կանգ առանք կրկնվող արմատների կրկնվող սեփական արժեքների դեպքի վրա, երբ որ դե դիտարկում ենք հաստատուն գործակիցներով հավասարումները y հավասարը ay համակարգերը ավելի ճիշտ ու քննարկեցինք այն դեպքերը, երբ որ ան ուներ միապատիկ սեփական արժեքներ, իրական կամ կոմպլեքս, հասկացանք այդ դեպքերում լուծումները ոնց են տրվում, հիմա այն դեպքը նայենք, երբ ան ունի կրկնվող սեփական արժեք, անցած անգամ օրինակի ենք ուզում դիտարկել, եկեք այդ նույն օրինակը հիմա նորից սկզբից նայենք, հասկանանք այս դեպքերում ինչ պետք է անել, եկեք սեփական արժեքները նախ գտնենք, այս որոշիչը պետք է հաշվենք, եթե որոշիչը հաշվենք, կստանանք լամդա քառակուսի հանած 4 լամդա գումարած 4, այսինքն լամդա մինուս 2-ի քառակուսի, քան որ սա 0-ի պետք է հավասարացնենք, պարզ է դառնում, որ սեփական արժեք ընդամենը մի հատ կա, դա 2-ն է, այստեղ գրում ենք, դե երևի ճիշտ է գրել լամդա 1 հավասար լամդա 2 հավասար 2-ի և էլի սեփական վեկտորները փորձենք գտնել, դրա համար a մինուս լամդա 1-ի v հավասարը 0 համակարգը պետք է լուծենք, իսկ այս համակարգը ինչ տեսք ունենա մեր դեպքում, եկեք տեղադրենք արժեքները, հասկանանք, եթե լամդայի տեղը 2 տնենք, ունենանք մինուս 1, մինուս 1, 1, 1, բազմապատկած v վեկտորով հավասարը զրոյական վեկտոր։ Ակնհայտ է, որ այս հավասարման լուծումների բազմությունը մեկ չափանի գծային տարածություն է, այսինքն մեզ ընդամենը պետք է մի վեկտոր ասել, սեփական վեկտոր, որը բավարարում է այս համակարգին ու մյուս բոլոր սեփական վեկտորները կլինեն դրանց պատիկները։ Վեն ինչ կարող ենք վերցնենք, 1 մինուս 1։ Եվ քանի որ մի հատ v ունենք, մի հատ լուծում համակարգի արդեն գտանք։ y1x-ը կարող ենք գրել, ուրեմն v անգամ y-ի լամդա 1x 1 մինուս 1 անգամ y-ի 2x։ Հարցը առաջանում ինչպես գտնել երկրորդ գծորեն անկախ լուծումը, երկրորդ սեփական վեկտոր չկա, դրա համար այստեղ պետք է ինչ-որ ուրիշ բան մտածել։ Դե առաջին միտքը այն կարող լինի, որ y2-ը, եթե հիշենք բարձր կարգի հավասարումների դեպքում, երբ սեփական արժեք էլի միապատիկ չէր, ինչ ենք անում, կարելի է վերցնել այս նույն լուծումը ու մի հատ x-ով բազմապատկել, չէ՞։ Բայց պարզվում է, որ սա հավասարման լուծում չի, արժի ստուգել դա, մի հատ ստուգենք, ուրեմն y2-ը եկեք ստեղ բերեմ, y2-ը պետք է ածանցենք, y2-ի ածանցյալը ինչ կլինի, այս ֆունկցիան պետք է ածանցել, ուրեմն վեն հաստատուն վեկտոր է, ինքը նույն կերպ կմնա, y լամդա 1x-ի ածանցյալը կլինի լամդա 1 y լամդա 1x, ես դեռ մի քիչ ընդհանուր բան եմ գրում, պարզ է, որ կոնկրետ այս դեպքի վրա էլ տեղադրելով արժեքները կիրառելի կլինի, պլյուս y լամդա 1x անգամ 1 կամ ուրեմն եթե y լամդա 1x ընդհանուր հանենք, ստեղ կմնա լամդա 1v գումարած վեն ստեղ էլ կա իհարկե։
v-ն ստեղել կա, լամդա 1 պլյուս 1 v կամ կեք ավելի լավա ես մաքրենք ու սրա փոխարեն գրենք v ուղղակի այսպես եկեք մյուս կողմից աջ մասը հաշվենք անգամ y2x-ը ինչ կստացվի, ստացվի AV անգամ y լամդա 1x անգամ x քանի որ AV-ն 0-ի հավասար չէ, AV-ն 0-ի չի հավասար, AV-ն հավասար լամդա 1v-ի v-ն սեփական վեկտորն է, չէ այստեղ կգրենք լամդա 1v y լամդա 1x այստեղ միտեղ x-ը բաց եմ թողել, չէ այստեղ լամդա 1 xv ուրեմն լամդա 1v y լամդա 1x տեսնենք որ նույն բանը չի ստացվում հավասար չեն սրանք իրար ուրեմն այս տեսքով լուծումը որոնելը արդյունքի չբերեց սրա փոխարեն ուրեմն լուծումը եկեք որոնենք մի քիչ ձևափոխված տեսքով եկեք նոր էջի անցնեմ ուրեմն հավասարում ստեղ նորից գրում եմ ուրեմն լուծումը որոնենք երկրորդ գծորեն անկախ լուծումը որոնենք v անգամ ուրեմն ստեղ ոնց ենք գրել v անգամ y լամդա 1x անգամ x, չէ։ Ստեղ եկեք y լամդա x-ը նախ սկզբում գրեմ, y լամդա 1x-ը։ Ուրեմն vx մի հատ ստեղ ու, որը այս պայի դրությամբ անհայտ վեկտոր է։ Չգիտենք ինչա, պետք է որոշենք։ Արդյոք կա այնպիսի ու, որի դեպքում այս y2-ը կլինի համակարգի լուծում։ Եկեք էլի տեղադրենք հավասարման մեջ, տեսնենք ինչ է ստացվում։ Եթե ածանցենք, ուրեմն y2-ի ածանցյալը ինչ կլինի։ Լամդա 1 y լամդա 1x անգամ vx պլյուս u գումարած y լամդա 1x անգամ այս ներսի հակագծի ածանցյալը, որը բնականաբար v վեկտորն է ուղղակի։ Մյուս կողմից ay-ը հաշվենք, ay2-ը ay2-ը ինչ կստացվի մեզ մոտ։ Y լամդա 1x-ը դա թիվ է, վեկտորական չի, ուղղակի x-ից կախված է, բայց ինքը վեկտոր չի, հենց որ կարանք իրան լուծում գրենք, ան պետքա մտցնենք ներս, չէ։ A vx գումարած AU։ Եկեք ես երկու դե AV-ն նախ գիտենք ինչ է, AV-ն լամդա 1 v-ը, չէ, որտեղ v-ն սեփական արժեք է։ Այդ ձևափոխությունը կատարենք, ինքն կգրենք լամդա 1 y լամդա 1x v x գումարած A։ Ու այս երկու արտահայտությունները իրար հավասարացնենք։ Դե հավասարացնելով ստեղ մի բան չէ, ճիշտ է։ Որտեղ փակագիծ չեմ դրել։ Հա, y լամդա 1x-ը սենց պետք է լինի։ Կամ ստեղ ուղղակի նորից y լամդա 1x ավելացնենք։ Այս երկու արտահայտությունները պետք է իրար հավասարացնել։ Եկեք հավասարացնենք։ Y շտրիխը լամդա 1 y լամդա 1x, եկեք փակագծերն էլ բացենք, vx պլյուս լամդա 1 y լամդա 1x ու գումարած y լամդա 1x v հավասար է լամդա 1 y լամդա 1x vx պլյուս
a ու j լամդա 1x։ Ինչ կարող անենք։ Նախ առաջի հերթին կարող ենք էքսպոնենտները կրճատենք, չէ՞, բոլոր տեղերում, բոլոր գումարների մեջ կան։ Եվ կարող ենք նկատենք, որ այս երկու կողմերի առաջի գումարները նույնն են, հետևաբար սրանք ուղղակի իրար զրոյացնում են, չեզոքացնում են, արդյունքում ինչ ամնում։ Եթե այս ու-ով մասն էլ տանենք աջ կողմ, ձախ կողմը կմնա ուղղակի v, աջ մասում էլ կմնա i-ից հանած լամդա 1 i անգամ ու, չէ՞, կամ a ու հանած լամդա 1 ու։ Պարզ է, այս կանը, ոնց հասանք ստեղ։ Ընդամենը էքսպոնենտները կրճատեցինք, հավասար երկու անդամները չեզոքացնենք, մնաց ինչ-որ մնաց, ու հավաքեցինք, ու պարունակող մասը հավաքեցինք աջ կողմ։ Սա նշանակում է, որ քանի որ ուներ անհայտը, մեր խնդիրը բերվում է այս համակարգը լուծելուն։ Եկեք տեղադրենք արժեքներ լուծենք։ Ուրեմն մենք a-մինուս լամդա 1-ին երևի գրել ենք, չէ՞, այստեղ։ Հա, դա այս մատրիցն է։ Մինուս 1, 1, 1, 1։ Ուն անհայտ վեկտոր է, որ կարող ենք գրենք ու 1 ու 2։ V-ն էլ մեր հայտնի սեփական վեկտորն է, որը ինչ ենք ստացել։ 1 մինուս 1, չէ՞։ Դե համակարգը լուծելը տրիվիալ խնդիր է, նույնիսկ լուծումը միանգամից առնվազն մի լուծում երևում է։ 1 մինուս 1 0, չէ՞։ Մինուս 1 0։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում գտանք լուծում, որ բավարարում է մեր համակարգին, դա y2x լուծումն է, որը մենք որոնել էինք այս տեսքով, այսինքն մի հատ էլ ստեղ համակարգի լուծումները գրենք, y1x-ը 1 մինուս 1 անգամ y-ի 2x-ն է, չէ՞, y2x-ը մենք որոնեցինք ինչ տեսքով, y2x-ը ընդհանուր անենք, ստեղ ուրեմն 1 մինուս 1x գումարած ու, որը գտանք մինուս 1 0։ Կարելի է ստուգել, որ այս լուծումները գծորեն անկախ են, իրական դա այն պատճառով, որ ստեղ ոնց որ 0 աստիճանի բազմանդամ գրած, եթե այս y2x չհաշվենք, ստեղ առաջի աստիճանի բազմանդամ, դրանք միշտ գծորեն անկախ են, ուղղակի կարելի է իրանց գծային կոմբինացիան 0-ի հավասարացնել, տեսնել, որ c1 c2-ը 0 են։ Կամ Վրոնսկյանը հաշվել, տեսնել, որ 0-ի հավասար չի, ոնց որ եղանակները ահագին շատ են։ Ու համոզելուց հետո, որ այս լուծումները գծորեն անկախ են, մենք համակարգի բոլոր լուծումների բազմությունը կգրենք դրանց գծային կոմբինացիայի տեսքով։ Զուտ ամփոփելով այս դեպքը, արժի երևի այս նկատառումը առանձին նշել, որ մեթոդը ինչու՞մ է կայանում։ Նախ ցանկացած դեպքում, եթե ունենք հաստատուն գործակիցներով համակարգ, առաջի քայլը գտնել սեփական արժեքները, երկրորդ քայլը գտնել համապատասխան սեփական վեկտորները, որոնք միանգամից տալիս են
համապատասխան լուծումները, գծորեն անկախ լուծումները, ու եթե սեփական վեկտորների քանակը փոքր է մեր A մատրիցի չափողականությունից, այսինքն ան չունի տարածություն չունի լրիվ բազիս, սեփական վեկտորներով արտահայտվող, պետք է այդ բազիսը լրացնել այսպես կոչված ընդհանրացված սեփական վեկտորներով։ Ուրեմն սա այս հավասարմանը բաղադրող ու վեկտորը կոչվում է ընդհանրացված սեփական վեկտոր։ Այսինքն երրորդ քայլը գտնել ընդհանրացված սեփական վեկտորները, եթե այդպիսիք կան։ Իսկ դրանք կան, եթե բուն սեփական վեկտորները չեն լրացնում ամբողջ տարածությունը։ Իհարկե, ես այստեղ ինչ-որ բաներ բաց եմ թողում, մենք օրինակ բարձր չափի, մեծ չափի համակարգեր լուծելիս մատրիցների սեփական արժեքները կարող են բազմապատիկ լինեն, դրանց համապատասխանող սեփական վեկտորների քանակը կարող է 1-ից մինչև ամբողջ այդ հանրահաշվական պատիկությունը լինի, ամեն դեպքի համար պետք է ընդհանրացված սեփական վեկտորները մի քանի հատ կարող լինեն, հաջորդ սեփական վեկտորը հարց է, ոնց հաջորդ ընդհանրացված սեփական վեկտորը գտնել, բայց դրանք մենք չենք քննարկի, կբավարարենք երկու չափի դեպքով, իսկ երկու չափի դեպքը հենց մի հատ ընդհանրացված սեփական վեկտոր կարող լինի, ավել չի կարող լինի։ Երկրորդ չափի համակարգերի համար մենք բոլոր հնարավոր դեպքերը քննարկեցինք։ Հարցեր կան այս թեմայի վերաբերյալ։ Եթե չէ, երևի երկու խոսք ուղղակի շատ կարճ անհամասեռ համակարգերի մասին ասենք, հենց կարենք վերնագիր գրենք իհարկե անհամասեռ գծային համակարգերի լուծումը։ Ինչ է անհամասեռ համակարգը, հիշենք, որ խոսքը իհարկե առաջի կարգի համակարգերի մասին է, որտեղ մենք մենակ դրանք քննարկեցինք։ Ընդհանուր տեսքը անհամասեռ համակարգի հետևյալն է։ Եթե f-ը 0 է, համասեռ համակարգ է ստացվում, եթե f-ը 0 չի, արդեն ունենք անհամասեռ համակարգ։ Ինչ չեմ ուզում այս թեման առանձին երկար քննարկել, որովհետև տեսությունը լրիվ նույն ձև կրկնում է այն ինչ որ ձեզ արդեն հայտնի է։ Բավական է գտնել մեկ լուծում այս անհամասեռ համակարգի եւ խնդիրը բերվում է համասեռ համակարգի լուծմանը։ Ընդհանրեն կարանք որպես չափ զաստուգել դժվար չէ, եթե ունենք ինչ որ YP1 լուծում եւ YP2, սրանք այս ինչ որ նշանակենք, դա մեկով նշանակենք, այսօր ուրիշ նշանակում չենք արել։ Եթե սրանք մեկի լուծումներ են, դրանից հետևում է, որ YP1-ի ացանցիալը հավասար է AX YP1 պլյուս FX, YP2-ի ացանցիալը հավասար է AX անգամ YP2 X պլյուս FX, չէ՞։ Հաջորդ քայլով ինչ ենք անում։ Ուղղակի իրարից հանում ենք։ Այս ացանցիալը, այս ֆունկցիայի ացանցիալը, քանի որ f-երի տարբերությունը 0 է, ստացվում է AX անգամ YP1 հանած YP2։ Իսկ դա նշանակում է, որ այս տարբերություն ֆունկցիան համասեռ համակարգի լուծում է։ Սա կնշանակենք y համասեռով
կարող ենք պնդել, որ մեկի բոլոր լուծումները տրվում են YX-ը հավասար է Y համասեռ X պլյուս YP X տեսքով, որտեղ Y համասեռը Y շտիղ հավասար է անգամ Y համասեռ համակարգի ընդհանուր լուծումն է, իսկ Y-ն ուղղակի անհամասեռ համակարգի մի հատ մասնավոր լուծում։ YPX-ը մեկ համակարգի մասնավոր լուծում։ Եթե այս AX-ը հաստատուն է, այսինքն մենք կարող ենք համասեռ համակարգը լուծել, անհամասեռ համակարգը կարելի է լուծել էլի, եթե fx-ը լավ տեսք ունի անորոշ գործակիցների մեթոդով կամ ընդհանուր դեպքում հաստատունների վարիացիայի մեթոդով, մեթոդները նույն տրամաբանությամբ նույն կերպ ընդլայնվում են այս դեպքի համար, դա արդեն չենք քննարկի մենք։ Հիմա անցնենք, եթե հարցեր ունեք այս թեմայի վերաբերյալ, անցնենք նոր թեմայի, փորձենք մի քիչ ծանոթանալ նաև ոչ գծային համակարգերին, դրանց հետ կապված հետազոտության, կոնկրետ տիպի համակարգեր ենք նայելու, մեր 6-րդ թեման կլինի ինքնավար համակարգեր, և կայունություն։ Երևի թե հենց սահմանումից սկսենք, ինչ են ինքնավար համակարգերը, ինչի համար են իրանք պետք, ինչի են իրանք հետաքրքիր, եկեք հենց ենթավերնագիր գրենք ինքնավար համակարգեր։ Ընդհանուր դեպքում մեր համակարգերը, առաջի կարգի գծային համակարգերը, լավ, զանգից հետո, զանգն չէ ես, թե չէ, չէ, զանգը չէ, լավ, ընդհանուր դեպքում մեր գծային համակարգերը ինչ տեսք ունեն, ոչ գծային, ավելի ընդհանուր համակարգերը ունեն սենց տեսք, չէ, ես Y1 շտիխը ինչ-որ F1 ֆունկցիա X Y1 YN Y2 շտիխը հավասար է F2 X Y1 YN և YN շտիխը հավասար է Fn X Y1 YN ընդհանուր առաջի կարգի համակարգերը կարելի է այս տեսքով գրել, մենք պայմանավորվում ենք, որ հավասարների քանական հետ ֆունկցիաների քանակին հավասար պետք է լինի։ Ինքնավար են այն համակարգերը, որոնք այս ազատ անկախ փոփոխականը իրանց մեջ չունեն։ Իհարկե կա ֆունկցիաները x-ից են կախված, բայց եթե այս f k ֆունկցիաները բացահայտորեն x-ից կախված չեն, այդ համակարգերը անվանում ենք ինքնավար, այսինքն եթե սա ընդհանուր տեսքն է, սահմանում տանք Y1 շտիխը հավասար է F1 Y1 YN և մեծատառ F-ով գրենք, որ չհամընկնեն, Y2 շտիխը հավասար է F2 Y1 YN YN շտիխը հավասար է Fn Y1 YN այս տեսքի համակարգերը
կոչվում են ինքնավար համակարգեր։ Երբեմն նաև միջազգային տերմինը ավտոնոմն է, այստեղ միգուցե արժի բակագծի մեջ գրել։ Երբեմն նաև դինամիկ համակարգ տերմինն է օգտագործում։ Մենք ինքնավար կասենք։ Ուրեմն պետք չի մտածել, որ x չկա այստեղ։ X կա իհարկե, այս ֆունկցիաները բոլորը x-ից են կախված, բայց այդ x-ը բացահայտորեն համակարգի մեջ չի արտահայտվում։ Ու դա որոշակի տարբերություններ ստեղծում է ընդհանուր դեպքի հետ։ Մասնավորապես ժամանակից ինվարիանտություն կա այն իմաստով, որ եթե մենք լուծումները տեղաշարժենք, այդ ոչ թե ժամանակ, այլ այս x անկախ փոփոխականից, եթե նախ եկեք վեկտորական տեսքով գրենք այս համակարգերը, որպեսզի ամեն անգամ սենց չանենք, սենց չգրենք։ Կարճ համակարգը գրում ենք այս տեսքով, որտեղ y վեկտորը բնականաբար այս y1, y1, yn ֆունկցիաների վեկտորն է, իսկ f-ով f-ը ուրեմն ինչ է իրանց ներկայացնում, ինքը rn-ից rn գնացող այսինքն վեկտոր ֆունկցիա է, մատրիցին համարյա նման, էլի, ու ինքը ընդամենը սենց է որոշվում, տեղ չունենք, եթե փոփոխական վեկտորով գրեմ, f1y, f2y, fny։ Եթե yx-ը այս համակարգի լուծում է, ինքնավար համակարգի ապա եթե x-ը տեղաշարժենք, այս նոր ֆունկցիան նայենք, սա ինչ, ասենք zx նշանակեմ, հա, zx հավասար է այս ֆունկցիան ևս կլինի համակարգի լուծում։ Պարզային չի, որտեվ ածանցելուց ինչ ըստ x-ի ածանցենք ինչ ըստ x պլյուս x0-ի, այստեղ բան չի փոխվի։ Եթե այստեղ x-ից կախվածություն ուներ, իհարկե կփոխվեր։ X-ի տեղը մենք x պլյուս x0 կգրենք ու քանի որ ֆունկցիան է x-ից կախված, այդ դեպքում եթե լներ կարող լրիվ ուրիշ ացյուն աճ մասում ստացել, բայց քանի որ x-ից կախվածություն բացահայտորեն չկա, լուծումները եթե տեղաշարժենք, էլի լուծումներ կստացվեն։ Միգուցե արժի պարզ օրինակից սկսել ոչ թե համակարգից, այլ մի հատ հավասարումից, մենք տենց հավասարումներ քննարկել ենք, հա, եթե n-ը հավասար է 1, այդ դեպքում ստանում ենք y-շիկ հավասար է f-y հավասարումը։ Գիտենք այս հավասարները ոնց լուծել, չէ՞, սրանք անջատվող փոփոխականով հավասարման օրինակ է, ուղղակի կգրենք dy բաժանած f-y, որտեղ f-ը 0 չի, հավասար է ինտեգրալ dx ու կլուծենք ինչ-որ անբացահայտ տեսքով լուծումը առնվազն կստանանք։ Այսպիսի հավասարման օրինակ, որ մենք քննարկել ենք, նաև լուծման գրաֆիկ ենք գծել, այդ պոպուլյացիոն մոդելներից լոգիստիկ մոդելներ, եթե հիշում եք,
այս տեսքի հավասարը մենք քննարկել ենք y շիխը հավասար է ky անգամ m-y եւ այս հավասարման լուծումները որ ուզում ենք ցույց տանք ընդհանրապես պայմանավորվենք ինքնավար համակարգերի ուսումնասիրության ժամանակ անկախ փոփոխական տեյով նշանակենք այստեղ այդ անկախ փոփոխականը գրեթե միշտ գրեթե բոլոր կիրառություններում ժամանակի իմաստաստանում ու շատ ընդունված է այս տեսությունում անկախ փոփոխական y-ով նշանակել ու կախված փոփոխականը x կամ y այդ երևի այդքան շատ էական չի ոնց էին այս հավասարման լուծումները տեղավորվում այդ R2-ի վրա նախ կային երկու հատ հավասարակշռության լուծումներ, չէ, ստացիոնար լուծումներ։ Մեկը y հավասարը 0-ն է, մյուսը y հավասարը m-ն է։ Այս լուծումները, եթե այստեղ նշենք 0 m մեկը այս լուծումն է, մյուսն էլ y հավասարը 0-ն այս լուծումն է ու դե գոյության միակության թեորեմից էլ գիտենք որ չպետք է հատվեն չէ լուծումները հարթության վրա մյուս լուծումները ոնց են դիրքավորվում եթե հիշում եք եթե սկզբնական պայմանը m-ից վերև էր լուծումները գալիս ձգտում էին m-ին չէ այսինքն սենց ինչ որ սենց լուծումներ են բոլորը ձգտում էին s y հավասար է m-ին եթե 0-ից ներքև էին իրանք գնում էին մինուս անվերջության, դրանք հետաքրքիր լուծումներ չեն, քանի որ սա հենց պոպուլյացիա նկարագրող մոդել էր, y0-ն ու 0-ից միշտ մեծ պետք է լինի, կամ թեկուզ հավասար կարանք ընդունենք, որ այս լուծումները նայենք։ Իսկ այն լուծումները, որոնց սկզբնական պայմանը ընկած էր 0 կետում արժեքը ընկած էր 0-ի ու m-ի միջև, այսպեսի ինչ որ հենց սիգմոիդ ֆունկցիայի տեսք ուներ, սրանք իրար հետ չէին հատվում, բայց բոլորը անպլյուս անվերջությունից ձգտում էին m-ի։ Սա ինքնավար համակարգի շատ հենց վառ օրինակ է ու ինչա սա մեզ արդեն ինչ միտք է տալիս, որ այս հավասարակշռության կետերը կարևոր են։ Որտեղ բոլոր լուծումները տեսնում եք անվերջությունում հավասարակշռության են ձգտում, այդ ինչ որ մի բան նշանակում է։ Իհարկե այստեղ մի օրինակ է ընդհանրապես դիտարկված։ Բայց այդ թեկուզ այս մի օրինակը միտք է տալիս, որ այդ հավասարակշռության ստացիոնար լուծումները կամ հավասարակշռության լուծումները բավականին կարևոր դեր ունեն, դրանք արժի ուսումնասիրել եւ հասկանալ մյուս լուծումները իրանց ոնց են պահում օրինակ մեծ ժամանակի մեծ արժեքների դեպքում արդյոք մոտենում են հավասարակշռության լուծումներին, թե հեռանում են, թե ոչ մոտենում են, ոչ հեռանում ընդհանրապես էական կապ չունեն այդ հավասարակշռության լուծումների հետ։ Այս բոլոր հարցերը ինքնավար համակարգերի տեսության եւ հիմնական հարցերն են ու երևի թե սկսենք սահմանումներ տալուց, հետո մի հատ մասնավոր դեպք շատ մանրամասն նայենք, այդ այն մասնավոր դեպքն է, երբ այս f-ը գծային է։ Եթե հիշում եք, մենք այս համակարգերը, այսօր էլ խոսացինք սրանց մասին, սրանք ինքնավար համակարգեր են, չէ՞, որովհետև աջ մասում x-ից կախվածություն չկա։ Եթե անհաստատուն գործակիցներով մատրիցա, սա ուրեմն ինքնավար համակարգի ամենապարզ երևի օրինակն է։ Շատ լավ, անցնենք առաջ, մի քանի սահմանում տանք ես ինքնավար համակարգերի վերաբերյալ։ Այդ հավասարակշռության կետի կամ ստացիոնար լուծման գաղափարը կարելի է բնականաբար ընդհանրացնել համակարգերի վրա, ուրեմն y մենք ստեղ վեկտոր բառը փոխարեն ավելի շատ կօգտագործենք կետ բառը, ու այն իմաստով, որ R-ի մեջ կետերն ու վեկտորները փոխմիարժեք համապատասխանության մեջ են, չէ։
Այստեղ ավելի ընդունված է կետ բառը օգտագործել, ինչի շուտով բաց կդառնա։ Ուրեմն y կետը կոչվում է, եկեք այս համակարգը նորից մեկով նշանակենք, քանի որ արդեն նոր բաժնի մեջ ենք, մեկ համակարգի կրիտիկական կետ կամ երբեմն կարելի ասել նաև հավասարակշռության կետ եթե այդ կետը, որպեսզի չխառնենք երևի ստեղ ինչ-որ աստղանիշ ավելացնեմ, սա վերաբերում է կոնկրետ կետի, էլի, RN-ի որևէ կետ է սա։ Պարզա, որ համապատասխան ես y(x) հավասար y աստղանիշ ես հաստատուն ֆունկցիան կլինի համակարգի լուծում, որտեվ պարզա, ձախ մասն էլ 0, աջ մասն էլ 0։ Ուրեմն մեկի այս լուծումը կանվանենք ինչպես հավասարումների դեպքում ենք անվանել ստացիոնար լուծում։ Այս կետը, քանի որ այս համակարգերը ժամանակից բացահայտ կախվածություն չունեն, շատ հարմար է հենց RN-ը դիտարկել որպես տարածություն ու դրա վրա այդ կետերը ցույց տալ։ Մենք այստեղ արդեն պարզության համար, որպեսզի շատ գաղափարներ չբարդացնենք, կանցնենք երկու հավասարումից կազմված համակարգերին, այսինքն հետագայում կդիտարկենք ուրեմն x շտիխը հավասար է f(x)y, y շտիխը հավասար է g(x)y, ինքնավար համակարգ։ Նախ այստեղ չասեցինք f-ից ու g-ից ինչ ենք պահանջում։ Պահանջում ենք այնքան, որ գոյության միակության թեորեմի պայմանները բավարարվեն, չնայած ես այս դեպքի համար չեմ սահմանել գոյության միակության թեորեմ, մենակ գծային համակարգերի համար ենք նայել։ Բայց այստեղ ֆունկցիաներից դրվում են այն պայմանները, ինչ որ դրվում է հավասարման դեպքում ուղղակի, կարող ենք ուղղակի պահանջել, որ f-ն ու g-ն լինեն անդադար դիֆերենցիալի։ Դա մեզ բավարար է, որ այս համակարգը ունենա միակ լուծում, ամեն ինչ լավ լինի, այնպես որ այդ պահանջները մենք ենթադրելու ենք միշտ, f-ն ու g-ն բավականաչափ լավ ֆունկցիաներ են։ Այս դեպքի համար հավասարակշռության կետ արդեն R2-ի մեջ ենք, չէ՞, այս R2-ի այս կետը, որտեղ մենք միշտ վեկտորներով ենք գրելու, դրա համար այս տրանսֆորմացիայի նշանը դնեմ, այս կետը երկու համակարգի կրիտիկական կետ է, եթե այդ կետում և f-ն է 0 դառնում, և g-ն է 0 դառնում։
Քանի որ R2-ի մեջ ենք արդեն լուծումները ինչ որ կերպ պատկերելը ագին հարմար է դառնում, այստեղ կարելի է եւ ուղղությունների դաշտի գաղափար մտցնել, դե ոնց կմտցնենք, եթե բաժանենք այս երկու մասերը իրար, ըստ էության, այստեղ կստանանք y-ի ածանցյալը ըստ x-ի, չէ։ Ոնց կստանանք, եթե մի քիչ ավելի հիմնավոր գրենք, սա կարանք շղթայի կանոնով գրենք dy dt անգամ dt dx, dy dt-ն ժն է, dt dx-ն էլ dx dt-ի հակադարձն է, այսինքն այսպիսի բան կարող ենք գրել, եթե f-ը 0 չի դառնում, ու այս աջ մասը կորոշի ցանկացած կետում լուծման այդ կորի ուղղությունը, այն բոլոր գաղափարները, որ մենք առաջի կարգի հավասարների համար տվել ենք, կարելի է այստեղ ընդհանրացնել, եթե հանկարծ այստեղ ժամանակից կախվածություն ըլներ, դա հարթության վրա չենք կարող անենք, որովհետև մենք հարթության վրա ընդամենը x-ն ու y-ն ենք ցույց տալիս, այստեղ ժամանակ ցույց չենք տալիս, բայց քանի որ աջ մասում ժամանակ չկա էլ, շատ հարմար է լուծումները տեղափոխել այս հարթության վրա։ Նախ այս հարթության անտանք, ուրեմն x-y հարթությունը կանվանենք մեր համակարգի ֆազային հարթություն, իսկ հավասարման լուծումն իրանց ինչ է ներկայացնում, որ x տե, y տե է, չէ, լուծումը կանվանենք երկու համակարգի ֆազային հետագից։ Ընդհանրապես ինչ ենք հետագից անվանում, ինչ հետագծի մասին է խոսքը, այս եթե մենք ժամանակով պարամետրացնում ենք, այս x տե y տեն ամեն տեի համար ինչ-որ կետ է, չէ, ներկայացնում հարթության վրա։ Հետևաբար, այս կետերի բազմությունը, եթե տեն, ասենք 0-ից անվերջություն է փոխվում, այս հարթության վրա ինչ-որ կետերի բազմություն ցույց կտա, այս կոդ ցույց կտա։ Դե պարզ անընդհատություն էլ կա։ Այսինքն համակարգի լուծումները մենք կարող ենք ինչ-որ կորերով ստեղ ցույց տանք։ Մասնավորապես, ասենք, եթե համակարգի լուծումը լինի, օրինակ, x տեն լինի կոսինուս տե, y տեն լինի սինուս տե, դա ոնց կցուցադրվի այս հարթության վրա։ Շրջանագծի տեսքով, չէ՞։ Մեկ շարավորով շրջանագիծ կլինի։ Ուրեմն սա կլինի ֆազային հետագիծ։ Հա, բնականաբար սան համապատասխանող։ Ու այս վիզուալիզացիան իրականում շատ բան կարի ասի լուծման մասին։ Այն լուծումները, որոնք ստացիոնար են, բնականաբար դրանք հարթության վրա կարտահայտվեն ընդամենը կետով։ Մի հատ կետով, որովհետև ցանկացած տեի համար, ասենք x-ն x աստղանիշի է հավասար, ինքը ընդամենը մի հատ ասենց օրինակ այս սկզբնակետը կարա լինի ինչ-որ համակարգի լուծում ու սա կլինի x աստղանիշ, y աստղանիշը կլինի մեկ այլ ֆազային հետագիծ, ամենապրիմիտիվ ֆազային հետագիծը ընդամենը կետից է կազմված, մնացածը ինչ-որ կորեր են։ Շատ հետաքրքիր են գծային համակարգերի ֆազային հետագծերը, եկեք դրանց մասին խոսենք, քանի որ y շրիխ հավասարը ay-ը ինքը ինքնավար համակարգի օրինակ է,
Երկու չափի դեպքում սա գրվում է այս ձևով, հա։ X տեն հավասար է, x շտիխ տեն հավասար է։ Այդ է չգրենք, հա, x շտիխ ուղղակի։ X շտիխը հավասար է ax plus by, y շտիխը հավասար է cx plus dy։ Ու պայմանավորվենք, որ դետերմինանտը Zero չի։ Այս համակարգերի ֆազային հետագծերը հասկանանք։ Դա ինչից է կախված, բնականաբար կախված է սեփական արժեքներից։ Մատրիցի եկեք էլի դեպքեր պետք է նայենք, հերթով մի քանի դեպք դիտարկենք։ Ամենապարզ դեպքը այն է, երբ որ սեփական արժեքները իրական են ու իրարից տարբեր։ Իրական, իրարից տարբեր սեփական արժեքներ Այս դեպքում հավասարման լուծումը ոնց է արտահայտվում, եթե վեկտորապես գրենք y տեն գրվում է c1 v1 y լամդա 1t պլյուս c2 v2 y լամդա 2t տեսքով, չէ՞։ Այստեղ արդեն կախված սեփական արժեքների դրական ու բացասական լինելուց տարբեր ֆազային պատկերներ են հնարավոր, ուրեմն այդ եթե մենք չի հետ գնում, հա, սխալ բան եմ սեղմում, որովհետև եթե մենք այս ֆազային հարթության վրա տարբեր ֆազային հետագծեր գծենք, կունենանք ֆազային պատկեր, որը պատկերացում կտա մեր համակարգի լուծումների մասին, լուծումների վարքի մասին։ Եկեք ավելի որպեսզի հեշտ լինի նկարներ ցույց տամ մի քանի ինձ տարբեր դեպքերի ու ինձ նկարներ փորձենք մենակ թե հասկանանք ոնց բացենք։ Ինքը ինչ-որ հետ կա թողում ուղղակի, երևի սենց հետ գնանք, ստեղից բացենք։ Ինչ լավ չի երևում, շատ շահված է երևում։ Բայց ֆազային հետագից մի հատ գծային համակարգի, որի սեփական արժեքները իրական են ու բացասական։ Այդ դեպքում նախ լուծումները պարզ է, չէ՞ որ բոլորը 0-ի կձգտեն, որովհետև y լամդա 1t ունենք, y լամդա 2t ունենք, եթե երկու սեփական արժեքներ բացասական են, բոլոր լուծումները ձգտում են 0-ի։ Բայց չմոռանանք, որ այս հարթության վրա ոչ թե t-ից կախվածությունն է, այլ y-ի կախվածությունն է x-ից, սա x առանցքն է, սա y առանցքն է։ Ու այս մի դեպքում, երբ որ լամդան, լամդա 1-ն ու լամդա 2-ը բացասական են, ունենք այս պատկերը, երբ որ բոլոր լուծումները գալիս են ու ոնց որ ձգտում այս մի լուծմանը, սա համապատասխանում է, եկեք հետ գնանք համակարգին, հետո էլի գանք պատկերին, ուրեմն այստեղ սենց դեպք նայենք, երբ որ լամդա 2-ը փոքր է լամդա 1-ից, փոքր է 0-ից։ Երկու բացասական արմատ, ենթադրենք լամդա 2-ը ավելի փոքր է։ Այդ դեպքում, եթե մենք այս y-t-ի մեջ ընդհանուր հանենք, հասկանանք, որ պետք է ընդհանուր հանենք, y-ի լամդա 1t-ն, y-ի լամդա 1t-ն, եթե ընդհանուր հանենք, այստեղ ստացվում է c1 v1 պլյուս c2 v2 y-ի լամդա 2 մինուս լամդա 1 t։ Դե եթե լամդա 2 լամդա 1-ից փոքր է, այս ցուցիչը բացասական է, չէ՞։ Դա նշանակում է, որ t-ն անվերջի ձգտեցնելուց
այս կտորը համարյա թե նշանակություն չի ներկայացնում, էլի, այսինքն դոմինանտ ուղղությունը ստացվում է այս V1-ը ու այս լուծումն է, էլի, ինչ որ իմաստով դոմինանտ։ Ճիշտ է, սա էլ է 0-ի ձգտում, բայց ստեղ այս արտահայտության մեջ C1 V1-ը հաստատումն է, իսկ սա հենց ավելի արագ ոնց որ 0-ի ձգտի, էլի, այսինքն այս նկարի մեջ այս բանը ուղղությունը համապատասխանում է այդ V1 սեփական վեկտորին։ Սա V1 սեփական վեկտորի ուղղությունն է, մնացած բոլոր ֆազային հետագծերն էլ 4 պայի ձգտում։ Այս կետը հավասարակշռության կետն է, որը մեր դեպքում բնականաբար 0-0 կետն է, չէ՞։ Այս համակարգերը եթե մենք պայմանավորվել ենք, որ դետերմինանտը 0 չի, այս պայմանավորվածությունը ինչի համար է, որ ինքը միակ կրիտիկական կետ ունենա, եւ դա միակ կրիտիկական կետը Zero կետնա կամ կոորդինատների սկզբնակետը։ Ուրիշ ինչ դեպք կա, երբ որ սեփական արժեքները լինեն իրական, բայց երկուսն էլ դրական լինեն։ Էլի տարբեր իրարից։ Այս դեպքում էլ ինչ կարող ենք գրել։ Էլի լամդա 2 տեն կարանք ստեղ ընդհանուր հանենք, գրենք C2V2 պլյուս C1 V1 յեի լամդա 1 մինուս լամդա 2 T, չէ, այս տեսքով։ Ու քանի որ այս կտորը էլի շատ չնչին է համեմատած այս մի գումարելու, այս ֆունկցիայի վարքը շատ նման կլինի C2V2 յեի լամդա 2T լուծման վարքին, անվերջությունում, երբ որ տեն շատ մեծ է, միակ տարբերությունը այս երկու դեպքերի այն է, որ քանի որ ստեղ լամդաները 0-ից փոքր են, լուծումները 0-ի են ձգտում, իսկ այս դեպքում, քանի որ լամդաները 0-ից մեծ են, բոլոր լուծումները բացի այդ զրոյական ստացիոնար լուծումից, բոլոր լուծումները ձգտում են պլյուս անվերջության։ Ու դա ոնց է պատկերվում, եթե հետ գնանք դա կլինի այս դեպք։ Տեսնում եք, որ բոլոր լուծումները, այս սլակները, որ դրած են, դա ուղղությունների դաշտն է, լուծումներն էլ, քանի որ ուղղությունների դաշտին շոշափում են, ուղղությունների դաշտը միշտ այդ լուծումներին հետագծերին շոշափում է, այս պատկերն է առնում։ Այսինքն, այստեղ լուծումները ոչ թե գալիս ձգտում են այս սեփական վեկտորի ուղղությամբ այս ուղին, այլ դրանից հեռանում են։ Այս դեպքերը անուններ ունեն, նախ այս կրիտիկական կետը ուրեմն առաջի դեպքում կկոչվի կայուն հանգույց, երկրորդ դեպքում կունենանք անկայուն հանգույց։ Էլ ինչ դեպքեր են հնարավոր։ Հնարավոր է, որ տարբեր նշանների չէ լինեն սեփական արժեքները։ Հանգույց, ստեղ այն իմաստով է հանգույց, երևի թե անունը ամենահեշտ նկարով հասկանալն է, որ բոլոր այդ լուծումները գալիս, այս մի կետն է, որ բոլոր լուծումները սրա հետ ինչ-որ բան ունեն, չէ, ստեղ նույնիսկ այս լուծումներն էլ գալիս են, հետ են գալիս այս կետին, էլի, այսինքն այդ իմաստով է ինքը հանգույց, կրիտիկական կետը անվանում ենք հանգույց։ Կայունն ու անկայունն նրա հետ է կապված, որ այս դեպքը անկայուն դեպքն է, երբ որ բոլոր ֆազային հետագծերը հեռանում են հանգույցից։ Կայունի դեպքում մի քիչ հետո մենք կայունություն կսահմանենք իհարկե առանձին, բայց այդ իմաստով կարաք հասկանաք։ Երրորդ դեպքը այն է, երբ որ սեփական արժեքները իրարից էլի տարբեր են, իրական են, բայց տարբեր նշանների են։ Այս դեպքում այս պատկերն է ըլնում
Լուծումները ընդհանուր հեռացող են, ինչի, որովհետև մի հատ դրական սեփական արժեք կա, դա ձգտում է պլյուս անվերջության, բայց 0-ի մոտ սենց ինչ որ տարբերություն ակնհայտ է, չէ, նախորդ նկարի հետ համեմատած։ Այստեղ ուրիշ կերպ են այս ֆազային հետագծերը դասավորված, նախորդ դեպքում ուրիշ կերպ էին դասավորված։ Այս դեպքը, երբ որ սեփական արժեքները տարբեր են իրարից, նշաններով են տարբեր, իրական ու տարբեր նշանի են, անվանում ենք կետը, անվանում ենք թամբակետ։ Անգլերեն saddle point։ Գնանք երրորդ դեպքը։ Լամդա 2-ը փոքր է 0-ից, փոքր է լամդա 1-ից, լուծումները ձգտում են, եթե տեն անվերջ չենք ձգտացում, լուծումները ձգտում են պլյուս անվերջության, կրիտիկական կետը այս դեպքում կոչվում է թամբակետ։ Ինչև սենց հերթով բոլոր հնարավոր դեպքերը բերում, հետո սենց ընդհանուր անալիզ ենք անելու լուծումների կայունության վերաբերյալ, դեռ ուղղակի հնարավոր դեպքերը նայենք։ Իրական սեփական արժեքների դեպքերը ոնց որ վերջացրինք, չէ՞, տարբերները վերջացրինք առնվազն, էլ ինչ դեպք կարա լինի։ Կարան սեփական արժեքները իրական լինեն, բայց իրար հավասար, չէ՞։ Լամդա 1-ը հավասար է լամդա 2-ի։ Այս դեպքում լուծումը ոնց է տրվում, y տեն տրվում էր ուրեմն c1 v1-ի լամդա 1t պլյուս c2 երկրորդ լուծումը ինչ տեսքով գտանք, ուրեմն v1-ի լամդա 1t բազմապատկած t, չէ, գումարած ու y լամդա 1t։ Այս տեսքով տեսանք, որ այս տեսքն է լուծումները։ Այստեղ վարքը անվերջությունում պարզավոր լամդա 1-ից է կախված, այս տեն ոչ մի դեր չի խաղում բազմանդամային ինքը էքսպոնենտի մոտ։ Եթե լամդա 1-ը դրական է, այս լուծումները պլյուս անվերջ են ձգտելու, եթե բացասական է մինուս 0 են ձգտելու։ Բայց պատկերները, այդ ֆազային պատկերները տարբեր են ստացվում այս դեպքում։ Եթե նայենք մի հատ օրինակ, այստեղից հետ չենք կարող գնանք, պետք է էլի սենց անել։ Սա օրինակ այս համակարգի x շիխը հավասար մինուս 2x, y շիխը հավասար մինուս 2y։ Ինքը մինուս 2 սեփական արժեք ունի, բացասական սեփական արժեք կրկնվող։ Այս դեպքում ունենում ենք սենց աստղային հանգույց, բայց սա այն դեպքն է, երբ որ ինքը ամեն դեպքում անկյունագծայնացվող է։ Այսինքն երկու հատ ես իդեր մի քիչ սխալ գրեցի, ես այն դեպքը գրեցի, երբ որ անկյունագծայնացվող չէր մեր մատրիցը, իսկ եթե նույն սեփական արժեքները կրկնվող սեփական արժեք կա, բայց երկու հատ գծային անկախ սեփական վեկտորներ կան, այս դեպքում ունենք սենց դե աստղային պարզա ինչի են անվանում, տեսքից երևում է։ Եթե սեփական արժեքը բացասական է, լուծումները սենց գալիս այս հանգույցին են ձգտում, եթե դրական սեփական արժեքն են, նույն պատկերն է, ուղղակի ուղղությունները հակառակ, հա, հակառակ հեռացող ուղղությունները։ Ուրեմն այս իմ գրածը այն դեպքն էր, երբ որ այս փոքր ազերոն մեծ զրոն այդքան էական չի, ոչ անկյունագծայնացվող։ Սրա պատկերը դեռ ցույց չեմ տվել, հեսա ցույց կտամ։ Անկյունագծայնացվող դեպքում լուծումները այն նույն բանաձևով են տրվում, C1, երկու սեփական արժեք կա, էլի, ճիշտ է, նույն լամդա 1-ն է, բայց երկու սեփական արժեք ամեն դեպքում գծորեն անկախ կան, ուրեմն
այս անկյունագծայնացվող դեպքում, բայց պատկերը տարբեր է, տեսակ ոչ թե ասից կորերով են մոտենում, այլ ուղիղ գծերով, այստեղ ունենք ուրեմն աստղային հանգույց, իսկ այստեղ ունենք վերասերվող հանգույց, որի պատկերը տեսնենք կա, թե չկա, կարող է չլինի։ Չէ, ոնց որ թե այս դեպքը չեմ պատկերել, բայց անպայման լեկցիաների մեջ կդնեմ, այդ էլ կուղարկեմ, դրա պատկերը մի քիչ բավական նմանություն ունի են առաջի դեպքերին, բայց որոշակի տարբերություն կա, եւ մնացած դեպքերը որոնք են, ինչ դեպք է մնում։ Այն դեպքն է մնում, երբ որ կեղծ են, չէ, կոմպլեքս են սեփական արժեքները, դա էլ այդտեղ էլ իրականում երկու էական դեպք կա։ Մի դեպքը այնա, որ մաքուր կեղծ են, այսինքն իրական ուրեմն լամդա պլյուս մինուս մյուի սեփական արժեքներ ու իրական մասը 0 չի սեփական արժեքի։ Այդ դեպքում մեր ֆազային պատկերը սպիրալաձև է, այս եթե իրական մասը բացասական թիվ է, այդ դեպքում այս սպիրալները գալիս դեպի այս կետն են կուտակվում, հա, ու կուտակվել մի քիչ սխալ է ասել իհարկե, բայց ձգվում են այս կետին, եթե դրական սեփական արժեքներ ունենք, հակառակ պատկերն է, դրական իրական մասով սեփական արժեքներ ունենք, էլի պետք է հետ գնամ, սխալ արեցի, այս նույնն էր, չէ՞։ Հա, չեմ գծել փաստորեն։ Նույն պատկերն է ուղղակի հակառակ ուղղությամբ են, հա, բաները գնում։ Հեռացող կամ վանվում են այս հետագծերը։ Եվ մյուս դեպքն է, երբ որ սեփական արժեքի այդ կոմպլեքս սեփական արժեքների իրական մասը 0 է, այդ դեպքը այդ էլ առանձին դեպք է, այդ դեպքում արդեն կրիտիկական կետը անվանում ենք կենտրոն, հասկանալի իմաստով, որտեղ այստեղ ցենց շրջանագծերի նման բաներ են ստացվում, այս դեպքում ոնց որ լուծումներ ոչ այս հետագծերը ոչ հեռացող են, ոչ մոտեցող, հա, իրանց տեղում այս կրիտիկական կետից նույն հեռավորության վրա են մնում, կախված իհարկե սկզբնական արժեքից, հավասարումը հետևյալն է, x շիխը հավասար է y, y շիխը հավասար է մինուս x, եթե սա լուծեք, այդ կոսինուս սինուսներով լուծումներ են ստացվելու, դրա համար պատկերներ դեր գիտեք կոսինուս սինուս այդ պարամետրիզացիան, շրջանագծի պարամետրիզացիան է, այստեղ ցենց պատկեր է ստացվում։ Եկեք այդ դեպքերն էլ այստեղ ամփոփենք, ուրեմն եթե իրական մասը ուրեմն այստեղ գրենք, որ ֆազային հետագծերը գալարագծեր են, հա, սպիրալներ են, եթե իրական մասը, ինչի եմ, իրական մասը տեղ դեմ, ուղղակի լամդան չէ, քանի որ սենց եմ նշանակել, հենց լամդա պետք է դրեմ, ոչ թե իրական մաս, եթե լամդան 0 չի, այդ դեպքում ֆազային հետագծերը
գալարագծեր են ու եթե լամբդան 0-ից մեծ է, կրիտիկական կետը կոչվում է անկայուն ֆոկուս, եթե լամբդան փոքր է 0-ից կայուն ֆոկուս։ Ու վերջի 8-րդ դեպքը, երբ որ լամբդան սեփական արժեքները պլյուս մինուս մյուի տեսքն ունեն, այս դեպքում ֆազային հետագծերը շրջանագծեր կարանք ասենք, որ շրջանագծեր են, գուցե շրջանագիծ ասել ճիշտ չի, իրանք կարան էլիպսներ էլ լինեն, բայց լավ, շրջանագծեր կամ էլիպսներ են, կենտրոն ունեն, էլի, կարևորը էդ է, որ կրիտիկական կետը այս դեպքում կոչվում է կետ։ Մենք կփորձենք այս դեպքերը, այս բոլոր հնարավոր դեպքերը դիտարկել կայունության տեսանկյունից, կայունությունը կմնա երևի հաջորդ դասին կայունության մասին խոսելը, ու կփորձենք նաև ոչ գծային համակարգերը ինչ-որ կերպ գծայնացնել, բերել այս դեպքին ու համեմատել այս ամեն ինչի հետ։